Ողջույն սիրելի ընկերներ, ես Մայիս Կարիբյանն եմ։ Եվս մի հետաքրքիր podcast, որ պատրաստել եմ բոլոր իմ հետևողների համար։ Նրանք, ովքեր առաջի անգամ են ինձ միանում, այս podcast-ը հիմնականում 4 թեմաների մասին է՝ ֆինանսներ, առողջություն, ընտանիք եւ հավատք։ Իմ շոուի ընթացքում ես ունենում եմ տարբեր հյուրեր, տարբեր ոլորտներից եւ իմ նպատակն է, որպեսզի ինֆորմացիա տարածենք բոլոր իմ հետևողներին։ Մասնագետներ են լինում թե բիզնես աշխարհից, թե սպորտից, թե ընդհանուր առմամբ։ Եվ ես սիրում եմ այնպիսի հարցեր տամ, որ առօրյայում ինձ հարցնում են կամ շոուի ընթացքում հարցնում են եւ ես փորձում եմ այս մասնագետների միջոցով պատասխանել այս յուրաքանչյուր հարցերին։ Այսօր այդ օրերից մեկն է, որտեղ ունեմ հիանալի հյուր, որ վերջի մոտավորապես 3-4 տարիների ընթացքում իր հետ ունեցել եմ լավ ժամանակ, լավ ընկերություն է կազմվել մեր մեջ եւ ես կարծում եմ, որ այն թեմաների մասին, որ այսօր զրուցելու ենք, շատերից օգտակար է լինելու։ Այսօրվա իմ հյուրն է հիանալի ընկեր Վահագն Գրիգորյանը։ Վահագ, ողջույն, ինչպե՞ս ես։ Բարի երեկո Մայիս ջան, շատ լավ եմ, բարի երեկո մեր ունկնդիրներին, շնորհակալ եմ նախհրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ ընդունել ես։ Շատ անսպասելի էր, բայց միշտ հաճելի է ժամանակ անցկացնել միասին։ Շնորհակալ եմ, Վահագ։ Ինչպե՞ս ես քեզ զգում։ Շատ լավ։ Լավ մարդկանցով շրջապատված միշտ շատ լավ ես զգում։ Հիանալի է։ Բացառություն չի էսի, հաստատ լավ առիթ է։ Անգլերեն ասում են copy paste, այսինքն ես զգում եմ նույնը։ Այնպես որ գիտեմ այսօրվա թեման հետաքրքիր է լինելու։ Ճիշտ է, մի փոքր պատրաստվել ենք, թե ինչի մասին ենք խոսալու եւ կարծում եմ այդ թեման շատերին հետաքրքիր կլինի, որտեվ այնպիսի մի թեմա ենք ընտրել, որ լինելով ընտանիք կամ անհատ, որ դեռ ընտանիք չունի, մեծ, փոքր կապ չունի, այսօրվա թեման յուրաքանչյուրին հետաքրքրելու է։ Ինչպես ես քեզ զգում եւ մի փոքր քեզ ներկայացրու, ինչքան ժամանակ է, որ Ամերիկայում ես գտնվում եւ ոնց է որ եկար Ամերիկա եւ ինչ կա որ այստեղ սիրում ես եւ արդյոք կարոտում ես նաեւ հայրենիքը։ Սկսենք այդտեղից։ Հայրենիքը բնականաբար կարոտում եմ։ Ինձ թվում է յուրաքանչյուր հայ իր հայրենիքը կարոտում է։ Չես կարող, դա գենետիկա երևի փոխանցվում մեզ, որ մենք մեր հողին կպածենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն հիմնական որ ապրում եմ ստեղ արդեն 5 տարի է, շուտով կլինի 5 տարի դեկտեմբեր ամսին։ Մենք իրար գիտենք մոտավորապես 3.5-4 տարի։ Հա, դրանից առաջ էլի հանդիպել ենք, բայց տեն շփումը շատ չի եղել, ոնց հետո որպես այդպեսին ընկերություն, հա 3.5-4 տարվա ընկերություն արդեն։ Որի համար ես շնորհակալ եմ։ Նմանապես։ Լավ ընկերության համար։ Փառք Աստծուն, որ այս առիթը եղել է, որ նման մարդկանց հետ ծանոթանամ Միացյալ Նահանգներում ու լավ ընկերական շրջապատ ձեռք բերեմ ստեղ էլ։ Իմիջիալից ասեմ կոֆեն վայելի, ես եմ սարքե հուսամ սիրել ես։ Okay, հա, շատ լավն էր։ Շատ լավ։ Starbucks-ի բանն է։ Եվ եթե նկատում եք բաժակները արդեն Christmas-ի տեսք ունեն, պատրաստվում ենք նորտարվան։ Վահագ, արագ անցավ այս տարի։ Ճիշտ ասած, մեկ հիշում եմ, որ անցյալ տարվա նոր տարին էր, այսինքն անցած նոր տարին էր։ Հեսա մի հատ է որ քնենք զարթնենք, արդեն մյուսը կլինի։ Շատ լավ, չընտատեմ, բայց ոնց է, ինչպես է սիրում Ամերիկան, ինչպես հարցը տվեցի։ Ինձ թվում է յուրաքանչյուր մարդու համար, ով որ գիտի թե ինչի համար ինքը գալի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, տեղը որպես այդպեսին շատ լավն է։ Այսինքն վաղուց է արդեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա հնարավորության երկիր է։ Այո։ Եթե դու փնտրում ես ինչ-որ բան, հստակ գիտես, թե դու ինչի համար ես եկել, հստակ գիտես, թե դու ինչ ես պատրաստվում անել, ում հետ ես դա պատրաստվում անել, այսինքն դու որոշակի ծրագիր գոնե ունես, Ամերիկան տալիս է Միացյալ Նահանգները քեզ տալիս է բացարձակ ամեն հնարավորություն, որպեսզի դու կարողանաս իրագործել քո ծրագրերը։ Այսինքն
անգլերեն որ ասում են no excuses տեղ են ասում։ Չկա excuses ընդհանրապես չկա, եթե դու ինչ-որ բան չես անում, ուրեմն դու չես անում, ոչ թե հնարավորություն չկա անելու, այլ այս երկիրը քեզ ամեն ինչ տալիս է։ Այո։ Արա, ոնց կարող ես։ Ճիշտ ձևով բնականաբար, օրենքի շրջանակներում, բայց արա ու հասի քո ուզածին, ոչ մեկ քեզ չի կարող կանգնեցնել այդ ճանապարհին, հա։ Այո։ Դու ես քո կանգնեցնողն էլ, քո շարժողն էլ դու ես։ Այո։ Իսկ Վահագ 5 տարվա ընթացքում ինչքան է կարոտը մեծացել դեպի հայրենիք։ Սենց ասեմ նույնիսկ երբ որ 3 օրով ես բացակայում հայրենիքիցդ կարոտը անսահման է։ Բաներ կա, որ դու ոչ միտեղ չես կարող գտնել։ Այսինքն այն ինչ որ դու այն ձևով որ մենք ենք կպած մեր հայրենիքին, այն ձևով որ մենք ենք սիրում մեր հայրենիքը, դա բառերով նկարագրելու չի։ Դա ապրում է, որ դու ապրում ես դա։ Այն որ շուտ ասեմ որ փոքր ենք, նայում ենք վիդեոները, որ մարդիկ, որոնք սերունդներով ապրել են ստեղ կամ օտար երկրում են ապրել, որ իջնում էին Զվարթնոց օդանավակայան, գետինը համբուրում էին, ասում ենք դե լավ։ Ես ինչ անում եմ, այս մարդը ինչի համար, բայց հետո հասկանում ես, որ չէ, կարոտը մեծ է, կարոտը կա։ Ստիպում է անել այդպիսի քայլեր, այո։ Վահագ, ես քեզ արդեն 4 տարի է գիտեմ Հայաստանում բավականին փորձ ունես տարբեր ոլորտների մեջ, բայց հիմնականում եղել ես հոթել ինդուստրիայի մեջ, ավելի սպասարկելով հաճախորդներին, տուրիստներին, քանի տարի ես այդ գործի մեջ եղել եւ մի փոքր տեյից խոսա։ Ընդհանուր առմամբ հոթել ինդուստրիի մեջ եղել եմ 16 տարի։ 16 տարի։ Եթե չեմ սխալվում։ Ատեյից է քո անգլերենը բացվել ավելի։ Չնայած դպրոցի ու համալսարանի կրթությունը նույնպես շատ լավն էր։ Այո։ Բավականին լավ դպրոցում եմ սովորել ու համալսարանը նույնպես տվել է բավականին մեծ գիտելիք, բայց practice որպես այդպեսին բնականաբար դա աշխատանքի մեջ է եղել։ Դու կարող ես լեզուն շատ լավ հասկանալ, շատ լավ իմանալ, բայց չկարողանաս շփվել, որովհետև դու practice չունես։ Այո։ Այո։ Տեղից արդեն հայերով ասած լեզուս բացվել է։ Շատ լավ։ Իսկ երբ որ եկար Ամերիկա, չէիր մտածում նույն գործով, թե ուղղակի արդեն հիմա restoration business-ի մեջ ես։ Այո։ Մի քիչ տարբեր field-ա, բայց էլի նմանատիպ բաներ կա, շփվել հաճախորդների հետ, բիզնես անել։ Հաճախորդների հետ շփումը միշտ կա, այս field-ի մեջ որտեղ հիմա եմ, միշտ կա, ամեն օր շփվում ենք մեր հաճախորդների հետ, ամեն օր նոր մարդիկ, նոր ինչ-որ զարգացումներ եւ այլն։ Որպես այդպեսին ես բնավորությամբ չեմ կարող օֆիսում ուղղակի նստել մնալ մի սեղանի շուրջ կամ սիրում եմ շփվել, դրա համար ինձ դա հաճելի է, այս field-ն էլ է հաճելի։ Hotel industry երևի որ սուտ չասեմ մի փոքր հոգնածրել էր արդեն։ Hotel industry-ն շատ 16 տարի էր ասեցի։ Okay. Hotel industry-ն շատ աշփում է։ Այսինքն, եթե դու ունես ինչ-որ աշխատանք, որ ժամը 6-ին վերջանում է, դու գնում ես տուն ու վերջանում է այդքանով քո աշխատանքը, hotel industry-ն 24 ժամ աշխատում է։ Անկախ նրանից դու ուր ես, դու դրա մեջ ես, զանգերը չեն վերջանում, ինչ-որ հարցեր չեն վերջանում, դու գալիս ես տուն, դու հասկանում ես, որ դու աշխատանքից կես դրույքով ես դուրս եկել տուն։ Մնացածը շարունակվում է տանը։ Այսինքն այդ հանգստությունը, որ մարդիկ օֆիսի դուռը փակում են, ասենք դուրս են գալի գնում են տուն, արդեն գիտեն վերջ։ Այսօր այսքանով ավարտեցինք։ Ես հյուրանոցից դուրս եի գալի, ես չգիտեի ես երբ եմ ավարտելու իրականում։ Ու չէր էլ ավարտվում ինքը։ Վահագ, այսօրվա թեման փորձեմ ներկայացնել այսպես. ինչու են մարդկանց հարաբերությունները սառում։ Եվ մի փոքր նախաբան ասեմ, մենք երկուսով ոչ թե ընկերություն ունենք, նաև մենք շփվում ենք եկեղեցում, այսինքն երկուսս էլ մեր կյանքը հանձնել ենք Աստծուն, հետևում ենք Աստծո խոսքին, ինչքանով որ կարող ենք, չեմ ասում կատարյալ անհատենք, ես կարծում եմ ինչքան էլ Աստծուն հետևես ոչ մեկ կատարյալ չի։ Շատ անկատար ենք, հարցը դրանում չի։ Շատ սխալներ անում ենք, բայց շփվելով, ասենք թե մարդկանց հետ, առաջի հայացքից քո կարծիքով ինչու են մարդկանց հարաբերությունները սառել այսօրվա օրերում եւ ինչ կարանք անենք, որ
բարելավենք դա եւ ավելի լավացնենք եւ այդ շփումը ավելի ակտիվանա։ Հիմնականում sense չեմ դատում ոչ մեկին, ես ինքս սկսեմ իմ մասին խոսել։ Այո։ Երբ որ քո փոխհարաբերությունը ինչ որ մեկի հետ կլինի ընկեր, կլինի բարեկամ, կլինի գործընկեր, չգիտեմ, կլինի քո հարազատներից ինչ որ մեկը, երբ որ սառում առանց ինչ որ լուրջ, չգիտեմ, թեկուզ կոնֆլիկտի պատճառով, թեկուզ ուղակի ժամանակի ընթացքում բանում Ամերիկան տենց ճակերտավոր լավ խոսք կա, sorry busy էի, հա։ Դա արդարացում է ամեն ինչին։ Աստեղ շփման արդարացումն է հիմնական։ Այո։ Բայց դա չի անցնում։ Պետքա իրոք դրա հետ չհամակերպվենք։ Նայածում մոտ մարդիկ կան իրանք ասում են, իրանք իրանք ասացին, այնց են ասում, որ իրանք իրանք ասացին հավատում են։ Ու ես միշտ ասում, եթե մարդը մի բան ուզում անի, ինքը դա կանի։ Եթե չի ուզում, մարդու մտքին ինչ լինի, տեղը լինի։ Ինքը դրա համար ժամանակ էլ կգտնի, ռեսուրս էլ կգտնի, ցանկություն էլ կգտնի, իր քնի հաշվին կլինի, իր աշխատանքի հաշվին կլինի, ընտանիքի կամ չգիտեմ ինչի հաշվին։ Այսինքն ժամանակի պակաս չի էսի։ Սա ժամանակի պակաս չի։ Սա ավելի շատ խոսում է էգոյի մասին մարդու։ Վաու։ Ինչքանս դու եսակենտրոն, ինչքանս դու եսասեր, ինչքանս դու գոռոզ ու հպարտ, որը քեզ թույլ չի տալի, ես էլ եմ ասում, ես ոչ մեկի մասին չեմ խոսում, արի խոսամ իմ մասին, հա, որը քեզ թույլ չի տալի, որպեսզի դու քայլ անես այդ իրավիճակը ուղղելու համար։ Գիտես, Վահագ, ուզում եմ ընդհատեմ մի պահ, կներես իհարկե, եթե հետ գնանք օրինակ Աստվածաշնչի մեջ ծննդոց, երբ որ առաջի անգամ Մարտեակը մեղ գործեց եւ Աստված ոնց որ հարցաքննեց, առաջի բանը մեղադրեց, չէ՞, օրինակ ասեց ես չէի։ Դու որ տվեցիր, այո, ինքն էր։ Այդ էս ես ընչեմ այդ համարը հիշում այս պահին, որտեվ շատ անգամ ես կարծում եմ, եթե նկատում ես ընկերության մեջ, բարեկամության մեջ, շրջապատի մեջ այդ սառնությունը, ես կարծում եմ, ինչի պիտի սպասենք։ Երևի եթե յուրաքանչյուրս քո ասացի պես ինքնակենտրոն իգո չունենանք եւ առաջի քայլը մենք անենք, որ այդ հարաբերությունը սկսի տաքանալ, օրինակ ընկերդ 6 ամիս քեզ չի զանգե եւ դու առաջինը մտածում ես 6 ամիս չի զանգե, բայց ընչի ես չզանգեմ։ Այ եթե այտենց մոտենանք, կարծում եմ ինչքան կյանքը ավելի հաճելի, ուրախ եւ այդ հարաբերությունը կջերմանա, ինչ ես կարծում։ Լավ օրինակ բերեցիր, որ ընկերդ 6 ամիս չի զանգել, դու մտածում ես հա դե պետքա թո զանգի, հո ես միշտ ես չեմ զանգելու։ Այո։ Չէ, դու զանգի։ Հաստատ քեզ դրանից ոչ մի վատ բան չի լինի։ Այն ինչն է ստապանում, քո ասած էգոն։ Էգոն է ստապանում։ Դու այնքանս կենտրոնացած քո վրա, այսինքն ես, իմս, ես։ Բայց ինչի ես միշտ։ Ես ոնց որ դրանից առաջ միշտ դու ես արել, թեկուզ եւ միշտ դու արած լինես։ Միգուցե դա նաեւ լավ օրինակ է դառնում։ Դա այո, միգուցե այդ մարդը չի տեսնում իր սխալը, եթե ինքն է սխալը, հա, ասենց ասեմ։ Միգուցե ինքը չի տեսնում քո սխալը։ Միգուցե քո ստաբիլ զանգերից ինքը հասկանա, որ ինքն էլ ուղղելու տեղ ունի ինչ-որ բան անելու։ Մենք օրինակի համար մի հատ օրինակ բերեմ, մենք երբ հյուրանոցում աշխատելու տարիներից հյուր ունեինք, բավականին հայտնի մարդ էր, մեծ կարողության տեր ու բավականին եսակենտրոն մարդ էր, սենց ասեմ։ Այո։ Լավ ձևով ասեմ, վատ բան չասեմ։ Այո, այո։ Ինքը երբեք բարև չէր տալի ոչ մեկին։ Երբեք։ Կանցներ քո կողքով, քո հետ կգար խոսար, երբեք բարև չէր տալի։ Ընդհանրապես ու բոլորը գիտեին, ու բոլորը իրանից դրա պատճառով վանվում էին։ Այսինքն սառնություն կար հարաբերությունների մեջ իր հետ շփվելու։ Չէին էլ ուզում իրանց սպասարկեին, սենց ասեմ։ Այս կարգի մարդ էր։ Ու բոլորը բողոքում էին իրանից։ Ինքը ամեն օր տարածքում էր, ամեն օր լույսը բացում ինքը տարածքում էր, հայերենով ասած իրանց բեսեդկան էր, հա, սենց բանկաճը։ Ինքը տարածքում էր, մութ ընկնում էր, նոր գնում էր տուն։ Բարեկամ կլիներ, հարազատ կլիներ, ընկեր,
չէ, սպասարկող անձնակազմ, ինքը երբեք ոչ մեկին չէր բարևում։ Ընդհանրապես բարևում էր, բարևը չէր առնում։ Okay։ Ու գալիս էին նորել եկած staff ունենք, գալիս էին ասում էին էսից դեպի մարդա չի բարևում, ասում էին okay, դուք բարևեք, մինչև տենանք ինչա լինում վերջը։ Բանը հասավ նրան, որ իրան ամեն տենալուց իրան ներս մտնելուց ու դուրս գալուց բարև ու հաջողը միշտ ասում է, միշտ ու նայում է ուղիղ աչքերի մեջ։ Այսինքն քայլը դու սկսեցիր անել, որ այդ հարաբերությունը լավանա։ Ինձ հետաքրքիր էր դե ինքը հյուր, մենք սպասարկող անձնակազմ, աշխատող, դու իր այդ ինչ որ ընկերական հարաբերություն չի որ ունես։ Այո։ Բայց ինչ էլ որ լինի, այդ իրավիճակը տհաճ իրավիճակ է։ Որոշ ժամանակ անց երևի մի ամիս ամեն օր, երբ որ աշխատանքի եմ եղել, ես իրան բարևել եմ, ինքը դուրս չէր բարևում բացարձակ։ Այսպես գլուխը թեքում էր ենկում անցնում էր, դուրս էր գալի ասում էր հաջողություն, գլուխը թեքում էր ենկում անցնում էր։ Ասում եմ okay, հաջորդ օրը նույնը։ Մի ամիս, միգուցե մի ամիս 10 օր սենց ժամանակ անցավ։ Այնց բան եղավ, որ բոլորը զարմացած բերանները բաց նայում էին։ Եվ եկավ անցնելու միտինգ էինք անում ստաֆի հետ, եկավ անցնելու, նայեց երեսից, ասաց բարև ու անցավ։ Ու բոլորը սենց զարմացան։ Ոնց եղավ, որ այս մարդը բարևեց ընդհանրապես ու կենտրոնացած բարևեց, որ քեզ են բարևում։ Այսինքն նույնիսկ նմանատիպ մարդու հետ դու կարող ես ինչ որ փոխհարաբերություն ստեղծել։ Break the ice անգլերեն ասում են։ Այո, սառույցը կարող ես տեղաշարժել, կոտրել ու բերել այն իրավիճակի, որ արդեն ուղղվի այդ վիճակը ուղղվի, հասկանում ես, դու երբեք չգիտես դիմացինիդ դեր աշխարհում ինչա կատարվում։ Մենք դատում ենք առաջի հայացքից։ Ինքը էսի չարեց, ինքը էսի արեց, ինքը սենց նայեց, ինքը սենց ասեց եւ այլն։ Բայց դու չգիտես այդ պահին այդ մարդու ներ աշխարհում ինչա կատարվում։ Մի դատի։ Դու իր ճանապարհը չգիտես, դու իր մտածելակերպը չգիտես։ Թեկուզ մոտիկ ընկեր լինի, թեկուզ բարեկամ լինի կամ հարազատ, եթե կա ինչ որտեղ քայլ անելու, արա, դու քո քայլը արա։ Ոչինչ թող ինքը չանի, բայց դու արա, որ գոնե ներքուստ դու համոզված լինես, որ դու այն ինչ որ հասանել էր քեզնից, ինչ որ հասնում էր քեզնից, դու արել ես։ Տես Վահագ, որ բացատրում ես, չէ, մեր հայերի մեջ մի հատ մտածելակերպ կա, որ բոլորս լիդեր ենք, այսինքն հրամանատար ենք, հետևող չենք։ Որը չեմ կարծում ճիշտ բան է ամեն անգամ, բայց եթե այդ տեսանկյունից էլ նայենք, արի լիդեր լինենք այս քայլերի մեջ էլ, չսպասենք դիմացինը սկսի սառնությունը ջերմացնել։ Միգուցե սաղ կյանքդ սպասես եւ դիմացինը չանի այդ քայլը։ Եթե դու քեզ լիդեր ես համարում, ինչու չանես դու այդ քայլը։ Քո օրինակով չէ, դու ամիս 10 օր կամ ամիս ու կես քո քայլը արեցիր եւ վերջնականապես այդ մարդն էլ արդյունքը տեսար։ Ինչն է մեր ժամանակը տանում եւ շատ անգամ մարդիկ միշտ խոսում են, գիտես, ժամանակ չկա շփվելու, ժամանակ չկա սրա, եւ ես կարծում եմ, որ ես շատ անգամ եմ սրա մասին խոսացել, որ ժամանակը Աստված է ստեղծել։ Եվ ես հավատում եմ, երբ որ Աստված 24 ժամ դրել է մի օրվա մեջ, նա նաև հաշվի է առել, որ 24 ժամը բավական է կյանքի բոլոր բարի հաճույքներից օգտվել, որի մեջ նաև ընդգրկվում է շփումը։ Ինչ էլ կտրենք մեր կյանքից, որ մեզ ժամանակը ճիշտ ծախսենք եւ օգտագործենք բարի նպատակով։ Շատ լավ բան ասացիր, որ Աստված սահմանել է 24 ժամը մի օրվա համար, այսինքն Աստված անկախ նրանից դա երբ է եղել այդ սահմանումը, Աստված այսօրվա օրը տեսել է։ Այո, Աստված գիտեր 2000 մենք 25 թիվն ենք, որ social media-ն լինելու է եւ տարիներ է կա, դա էլ է հաշվի առել։ Ամեն ինչ հաշվի է առնված Աստծո գործի մեջ, ուղղակի մենք ժամանակը սխալ տնօրինելու բան ունենք։ Խնդիր ունենք։ Այսինքն երբ որ ես կարող եմ օրական ժամ ու կես 2 ժամ մենակ Facebook-ում անցկացնեմ,
Դե քիչ ես ասում, երևի 4 ժամ։ Մենակ, դա ասում մենակ Facebook-ում, մի քիչ Instagram-ում, մի քիչ YouTube-ում եւ այլն։ Պատկերացրա 5 ժամ օրը, անգամ 7, 35 ժամ։ Դու պատկերացնում ես ինչ թիվա տարեկան կայնում դա։ Հիմա դժվար չի հեռախոսը թրականում այդ, թե դու ինչքան ես էկրանդ ինչքան է միացրած եղել։ Եվ որտեղ ես ժամանակ։ Եվ որտեղ ես social media-ներում ես եղել, նոթերում ես եղել, թե որտեղ ես եղել, հեռախոսը թրական։ Մի հատ բացեք, ձեր յուրաքանչյուրս բացենք մեր հեռախոսը, յուրաքանչյուրս կվախենանք այդ թվից։ 14-ից 16 ժամ էկրանը միացած է հեռախոսի։ Միջինը երևի 12 ժամ մեր հեռախոսների էկրանը միացած է։ Եթե ինչ-որ մեկը կասի, որ ինքը հեռախոսով այդքան աշխատում է, օքեյ, բան չեմ ասի, բայց ոչ մեկս այդքան հեռախոսով չի աշխատում։ Բայց մենք 5 րոպե ժամանակ չենք կարողանում տրամադրենք, որպեսզի ինչ-որ մեկի որպիսությունը հարցնենք։ Ոնց է օրդ։ Ոնց նորություն։ Բարև, ոնց ես։ Okay, busy ես, ես եմ busy, թեկուզ այս խոսակցության համար մենք ժամանակ չենք գտնում։ Բայց առանց հասկանալու ժամերով 5 վայրկյանանոց ռիլսեր թերթելու համար մենք լիքը ժամանակ ունենք։ Հասկանում ես, մենք ենք սխալ տնօրինում ժամանակը։ Աստված ասում է ժամանակը ծախու առեք։ Երբ որ դու նստած ուղակի նայում ես, թե ինչ-որ մեկը, ինչ-որ մի անհասկանալի վայրում մի անհասկանալի բան անում ու վիդեո նկարել ու դրել է social media եւ դու երկար նայում ես այդ վիդեոն, կարող է օրական 2 անգամ, 3 անգամ տենց օրերով նայես, թերթելուց չէ, հանդիպում է։ Այո։ Բայց դու այդ ընթացքում կարող ես ինչ-որ մեկին ուղակի առանց ինչ-որ բան պետք գալու զանգես, ուղակի զանգես, ասես ոնց ես։ Ոչինչ, թող ինքը կարճ կապի, թող 10 վայրկյան քո հետ խոսա։ Բայց ստեղ մի հատ ուրիշ կողմ էլ կա։ Մենք շատ ժամանակ չենք զանգում մարդկանց, ուղակի շփվելու համար։ Ու մեկ էլ գալիս է մի պահ, որ այդ մարդուց ինչ-որ բան է պետք քեզ։ Այդտեղ քո այդ ապրած չեղած ժամանակը գալիս է քո աչքերի առաջ, որ դու հիմա այդ մարդուց բան ունես վերցնելու։ Երեսդ պնդաստում ես եւ քո կարիքի համար, էլի եսնա, չէ՞, մեջտեղ գալի։ Բնականաբար, չլինի դա դու չես զանգելու։ Բայց երբ որ զանգում ես, դու հասկանում ես, որ դու այդ մարդուն զանգում ես մենակ այն ժամանակ, փաստորեն, երբ որ ինքը քեզ պետք է։ Երբ որ այսինքն քեզ իրանից ինչ-որ բան է պետք։ Մնացած ժամանակ դու իր համար ժամանակ չունես։ Հիմա գտար այդ ժամանակը, հասկանում ես։ Այսինքն այդ ժամանակը ոչ թե այդ պահին հարաբերության համար, էլի քո համար է, որը հետ են գալի մեր եսին։ Այո, այդ եմ ասում, քեզ է բան պետք իրանից։ Նես չի դու գիտես ինքը կարիքի մեջ է զանգել ես, ասես ինչ կարամ քո համար անեմ։ Չէ։ Դու քո համար իրանից ինչ-որ բան ես ուզում։ Ու դու գտնում ես այդ ժամանակ իրան զանգելու ու կարողանում ես էդի հարցնելուց առաջ 5 րոպե իր հետ խոսած։ Ոնց ես, տնեցիք ոնց են, երեխեքը ոնց են, գործդ ոնց։ Իսկ ուրիշ օր մի րոպե ամիսներով դու չես տրամադրել դրա համար։ Ուղակի առանց շահի, հասկանում ես, առանց քեզ ինչ-որ բան պետք գալու, առանց ինչ-որ խնդրեմ կամ խնդիր ունենալու կամ հարց ունենալու, ուղակի զանգես, հարցնես, ասես ոնց ես։ Վահագ, ուզում եմ մեջբերում անեմ։ Այ տես։ Մենք երկուսովս հայ ենք եւ մեր հայկական ավադույթների մեջ լիքը սխալներ կա, ես հավատում եմ։ Այ օրինակ ես արդեն ծնող եմ եւ միշտ լսել եմ, որ դու պետք է զանգես ծնողիդ։ Տեսնես ոնց է։ Ես դեմ չեմ դրան։ Բայց ով է ասել, որ դա մի կողմանի է։ Ծնողն էլ պիտի զանգի երեխուն։ Եվ ես նկատի չունեմ մենակ ծնող երեխա հարաբերությունը։ Ընկեր, ծանոթ, բարեկամ, ընդհանուր առմամբ, այսինքն պետք է շեշտը դնենք ոչ թե միակողմանի, այլ երկկողմանի լինի յուրաքանչյուր հարաբերություն։ Ընդհանրապես փող հարաբերության մեջ բառը հենց ինքը հուշում է, որ երկու կողմանի։ Դա միակողմանի չի կարա լինի։ Դու անշունչ առարկայի հետ չես շփվում։ Դու շփվում ես մարդու հետ։ Էդի որ ասեցիր Բրուսլին մի հատ կինո ունի, ես Բրուսլին շատ եմ ուսումնասիրել, նայել եմ երևի իր կինոների 95%-ը, ասում է մի այդ պարապմունքի ժամանակ մի սպորտսմեն խփում է այդ պահած բորդին, տախտակին,
Հետո Բրուս Լին տենում է իր հարվածի ուժը եւ ասում է boards don't hit back, այսինքն տախտակը հետ չի խփում։ Այսինքն դու դա միակողմանի չի լինում։ Եթե դու ուզում ես միակողմանի, դու մարդու հետ պետքա չշփվես։ Այո։ Եթե կլինի ծնող երեխա հարաբերություն, կլինի քույր եղբայր, կլինի ամուսիններ, կլինի ինչ փող հարաբերություն, որ կա մարդկանց շրջանակում, դա երկկողմանի է։ Նույնիսկ Աստված ասես քայլ արեք դեպի ինձ, չէ՞։ Եվ ես կմոտենամ ձեզ։ Դա ասեց Աստված։ Եվ դրա մեջ Վահագ ուշադրություն դարձնենք։ Ինքը նաև ասեց արա եւ ես կանեմ, այսինքն էլի հետ են գալի, որ առաջինը դու արա, ոչ թե սпасիր դիմացինը։ Դա էլի եմ ասում, դրա համար շեշտեցի, դա ասեց Աստված, որ դու անես, ես էլ կանեմ։ Ուր մնաց մարդկանց փոխհարաբերությունների մեջ։ Երբ որ Աստված օրինակի համար, երբ որ Աստված ասում է մեկտեղ հավաքվել է մի թողեք։ Ինչի համար է ասում։ Մարդը սոցիումում մենակով չի գոյատևում։ Այո։ Մարդը որպես առանձին անհատ, ինքը կազմավորված է, ձևավորված է, բայց եթե կարիք չլիներ ինչ որ մեկի, որի հետ նա փոխհարաբերվեր, լիքը բան ուրիշ կլիներ մեր շրջապատում։ Այո։ Մենք առանձին չենք կարող գոյատևել։ Այս սոցիալական կայքերի, այսօրվա զարգացած ճակերտավոր տեխնիկայի եւ այլն դարաշրջանում ամենամեծ խնդիրը մենք որ ունենք, նա որ մարդը առանձնանում է։ Եվ ես կարծում եմ, որ սատանայի կամ չարի նպատակներից մեծը այն է, որ մարդկանց առանձնացնի, որտեվ երբ որ մարդ առանձնացնում է, իրեն կոտրելը հուսաթափ անելը ավելի հեշտ է։ Բնականաբար, երբ որ դու մենակ ես, քո մտքերի հետ, քո խնդիրների հետ, քո, չգիտեմ, առօրյայի հետ, ինչքան շուտ ես դու կոտրվում։ Ուշադիր եղեք այն մարդկանց, ովքեր հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ ունեն, դու կհասկանաս, որ դրանք լրիվ առանձին մարդիկ են։ Այո։ Իրանք իրանց առանձնացրած, լքված կամ չգիտեմ ոնց ասեմ, մարդիկ են։ Երբ որ դու քո կողքը ունես մարդիկ, որոնք շրջապատում են քեզ սիրով, ուշադրությամբ եւ այլն, դու չես կարող ստրեսը, ամերիկացիների ասած ստրեսը, քեզ չի կարող կոտրի։ Որտեւ եթե դու այսօր խնդիր ունես, ինչ որ Աստված ոչ անի, ինչ որ խնդրի մեջ ես, ու դու մենակ ես, մի հատ պատկերացու այդ process-ը, ու պատկերացու, որ ասենք ես ու դու իրար հետ ենք։ Օրինակ։ Ասում եմ երկու խելքը ավելի լավ է, քան մեկը։ Ես ասենք կողքից ասեմ դե լավ ապեր։ Որ հա բանով ասեմ, հա հայերենով sense ասեմ, դե լավ ապեր, կանցնի, էդ էլ կդզենք, կուղենք եւ այլն եւ այլն։ Կամ դու ես ինձ ասում դա։ Կամ իմ ընտանիքն է ասում, կամ քո ծնողն է ասում, ով որ լինի քո կողքը։ Դու մենակով չես կարող գոյատևես։ Մարդը եթե մենակով կարողանար գոյատևել, ելի եմ ասում, առաջաբանության մեջ լիքը բան ուրիշ ձև կլիներ։ Բայց մենք ելի եմ ասում, սոցիումում մարդը մենակ չի կարող լինի։ Մենք միշտ մարդ իր բնույթով ձգտում է շփվել իր նմանների հետ, sense ասեմ։ Այսօրվա ելի եմ ասում, այս զարգացած տեխնիկան, այս շինծու էմոցիաներով, սմայլիկներով եւ այլն, մարդու հետ խոսում ես, դու պատկերացու sense բան, ես ու դու իրար դեմաս նստած խոսում ենք, ես քո ձայնից հասկանում եմ, որ քո հետ մի բան են չի ասում, ինչ ա եղել։ Մի ձև ա ձենդ։ Բայց մենք իրար հետ գրվում ենք, դե չես հասկանում Facebook-ով, ու դու վերջում երկու հատ ուրախ սմայլիկ ես ուղարկում ինձ, ու ես մտածում եմ, մարդու մոտ ամեն ինչ իդեալական է։ Շատ լավ է այս մարդու մոտ։ Խոսում ենք իրար հետ, գրվում ենք, դիմացինը կարող է արցունքներն աչքերին լինի, բայց դու մտածես, որ ինքը աշխարհի երջանիկ մարդն է, որովհետև դու իրան ոչ տենում ես, ոչ մասնակից ես իր ապրումներին, ոչ իր ձայնն ես տեսնում, ոչ իր հայացքն ես տեսնում, ու դու ոչ առանձին այդ մարդը հասկանում ես, արդեն տեխնոլոգիան հասել է այն բանի, որ մարդը առանձին է, ու իրան կոտրելը, իրան սխալ ճանապարհի վրա դնելը, իրան հիասթափացնելը, իրան ագրեսիա կամ ստրեսի մեջ գցելը շատ հեշտ է։ Կողքից մարդ չկա, ոչ իրան սաստող, ոչ իրան ճիշտ ուղղություն ցույց տվող։ Էլի եմ ասում, այս վիրտուալ շփումը մարդկանց իբր թե շփվում ենք իրար հետ, գրում ենք իրար,
հա, արագ գրում ենք։ Ինչ են գրում, որ ասեմ 5 րոպե առաջ ինչ ես գրել, չէ հիշի այդ մարդը։ Բայց նայ էլ եմ ասում, էմոցիաների նույնիսկ ձայնի մեջ որ մարդու կարաս հասկանաս որ մի բան է, չի դու այդ մարդու ձայնը չես էլ լսում։ Ամսով չես լսում։ Դու չի մեկ էլ իմանում ես այդ մարդը մի ինենց իրավիճակի մեջ է, որ դու կյանքում չես պատկերացնի, որ ինքը կարող է տեղ հասած լինի։ Ու շատ դեպքում կարելի ասել, եթե շփումը ռեգուլար լիներ, միգուցե դու օգտակար լինեիր իրան, խորհուրդ տայր եւ ինքը չհայտնվեր այդ դրության մեջ։ Միգուցե չէ։ 98% դեպքերում գոնե հաստատ։ Որտեվ ինչ որ մեկը կողքից մի լուսավոր կետ գոնե կտեսներ, ինչքան մեծ լիներ խնդրեմը, ինչքան էլ ու ես քեզ ասեմ շատ դեպքերում խնդրեմը մեծ էլ չի լինում նման առանձին մարդկանց։ Ուղղակի կարիքը կա մի հատ sense։ Ուղղակի կարիքը կա, որ մարդ ասի մի հատ այս անկյունից նայ ես situation-ին։ Բայց քանի որ չկա այդ մարդը, դու էլ ուրախ սմայլիկներ դրել ուղարկել ես, բոլորը մտածում են որ քո մոտ ամեն ինչ իդեալական է։ Վերջացավ այդքանով խոսակցությունը։ Ու մեկ էլ դու տենում ես արդյունքը, իմանում ես արդյունքի մասին, լսում ես, հասկանում ես, ես հիմա շատ ծայրահեղ բանի մասին եմ խոսում, բայց այս այնա ուր մենք քայլ առ քայլ գնում ենք։ Վաղ վերջերս մոտավորապես 2-3 շաբաթ առաջ իմ ընկերներից մեկը օֆիսում գնացի իր օֆիսը դուռը բաց էր, ինքն այնտեղ չէր։ Եվ նկատեցի իր դեսկի վրա գիրք էր դրված եւ գրքի թոպիկը գրած էր Never eat alone։ Երբեք միայնակ հաց մի կեր։ Եվ ես սիրում եմ գիրք կարդալ, մի անգամից այդ թոպիկը նկարեցի եւ երբ որ իրան հանդիպեցի մի կես ժամ հետո ասացի ոնց այդ գիրքը լավն է, ասում շատ հետաքրքիր գիրք է։ Եվ ես ասացի գիտես ինչ, փորձելու եմ էդի օգտագործել իհարկե սկսած բիզնես աշխարհում եւ ընդհանրապես ընկերնության մեջ, ծանոթության մեջ։ Եվ ընդամենը 2 շաբաթվա ընթացքում զանգահարեցի ընկերների, շատ իմ լավ հաճախորդների եւ ասացի գիտես ինչ, եթե դեմ չես իրար հետ կոֆե խմենք, հաց ուտենք։ Եվ գիտես ինչներ հետաքրքիր։ Այնքան հաճելի զրույցներ, շփում եղավ, որ համ դիմացինին ավելի մոտիկից ես ճանաչում եւ դիմացինը բացվում է իր կյանքը քո հետ եւ դու փորձում ես օգտակար լինել եւ այստեղ շահում են երկուսով, մեկը մյուսին օգնած, ողջևորված եւ տեսնում ես այդ հարաբերությունը նոր շունչ է ստանում եւ քանի օր հետո այդ հանդիպումներից հետո մարդիկ զանգեմ այս այնքան լավ էր որ հանդիպեցինք կիսվեցի քեզ հետ իմ խնդիրը գիտես դու այդ մի բան ասեցիր հեչը տենց չէի մտածել այ ինչքան լավ բան է եւս մեկ հաստատում որ շփվես մարդկանց հետ բնականաբար ոնց որ մի քիչ առաջ ասացի մարդը մենակով չի կարող այդ ամեն ինչի մեջ լինել նախ այն տեսանկյունից որ նայենք որ այդ ամեն ինչը շատ հաճելի է բնականաբար հաճելի է երկրորդ նայենք օգտակարության տեսանկյունից որ ինչքան դու կարող ես թե օգուտ քաղել այդ շփումից թե ինչքան կարող ես օգուտ տալ քո դիմացինին այսինքն երբ որ երկուսով նստած եք լինում մտքերի գաղափարների փոխանակումը լինում կամ չգիտեմ ինչ որ մի թեմայի շուրջ որ այդ մարդը տենց էլ չի կարողացել լուծումը գտնի կարող է լուծում եք գտնում երկուսով այո կարող է այդ մարդու հետ ուղղակի խոսում ես ու ինքը արտահայտվում է քո մոտ ու թեթևանում է դրանից sense ասեմ այո որովհետև մարդը շատ ժամանակ կարիք ունի խոսելու հոգեբանների այսօրվա փոխաշխատելու ձևը դա է չէ նստում են լսում են թե մարդը ինչ է խոսում այնքան որ լսես չէ մեկին այնքան որ մարդը ինչ որ մեկ ունենա որի մոտ արտահայտվի այսինքն մարդու մոտ այնքան բան է հավաքվել լսող ականջ չունի դատարկվելու համար եթե օրինակի համար լիներ քույրը եղբայրը կամ ծնողը որ կլսեր իրան կարծում ես այդ մարդը չէր բացվի կբացվեր գոնե 50% դեպքերում այդ մարդիկ կբացվեին կարտահայտեին թե իրենց մեջ ինչ կար այսինքն մարդը դիմացինին գումար է տալիս որ գնա ուղակի հետը խոսա մենք հասել ենք այդ կարգավիճակին ենք հասել այսօրվա հասարակությունը դրան է հասել ու դրա մեղավորը հենց մենք ենք ուրիշը չի դիմացինը չի մենք ենք
Միգուցե եթե դու 10 րոպեով կտրվեիր քո այդ առօրյա շատ կարևոր գործերից ինչ որ մեկի հետ շփում ունենայիր, հա, ու ինչ որ մեկի հետ շփում ունենայիր, այդ մեկը կարողանար այդ մտքերը, որոնք ուներ, քո մոտ արտահայտվեր, ու դու հաստատ շատ ավելի սրտացավ կլիներ քո ընկերոջ ու բարեկամի համար, քան անծանոթ մեկը, որ նստած է իր օֆիսում, քո վրա փող է աշխատում, ու փողի համար քեզ լսում է, ու դու հաստատ ավելի կտայր իրան, քան ինչ որ դեղահաբեր, որ ինքը գնար տուն խմեր ու հանգստանար դրանից։ Դա լուծում չի։ Դա բթացում է։ Նայ, Վագ, ես տարիներ առաջ, մոտավորապես 3 տարի արդեն էկրաններին արդեն տենում են մարդիկ, մի հատ գիրք եմ գրել The Secret of Living is Giving, որը կոչվում է հաջողության գաղտնիքը տալն է։ Այսինքն շփումի մեջ էլ պետք է շատ ուշադիր լինենք, որ մենք ոչ թե միայն խոսելու դերում ենք, այլ ավելի շատ գոնե 80% ժամանակը լսողի դերում։ Որտեւ մենք արդեն պիտի հասկանանք, որ մենք մեր կյանքը գիտենք, մեր մասին գիտենք։ Երբ որ դու շփվում ես մեկի հետ, քո նպատակը ի՞նչն է։ Տենաս ինքը ինչի խնդիր ունես, եւ դու մի լավ խորհուրդ տաս, մի լավ ոգևորություն տաս, այսինքն շատ անգամ շփումի մեջ, եթե գան քո original սկսած թեմայից, որ նոր սկսեցինք եսասիրությունը, շփումի մեջ էլ եթե էդի հանենք դուրս, կտեսնենք, որ մենք լսողի դերում ենք լինում, ոչ թե խոսողի։ Որտեւ շատ անգամ երբ որ շփվում ենք, մենակ մենք մեզանից ենք խոսում, մեր կյանքի մասին, մեր արածների մասին, մենք գիտենք մեր մասին, դիմացինը չի ուզում լսի քո մասին, ուզում է դատարկվի քեզ, այսինքն փորձենք շփման մեջ շատ անգամ լսողի դերում լինենք, ինչ ես կարծում։ Դիմացինը չի ուզում լսի քեզ, բայց քո էգոն ուզում է, որ իր մասին լսեն։ Ստեղ է խնդիրը։ Էլի վերադառնում ենք մեր եսակենտրոնությանը։ Քո էգոն ուզում է, որ իրան գովան, հա, իրանով հիանան, իր մասին խոսան, ասեն, էս ինչ լավն է, էս ինչ սիրուն է, էս ինչ ունևոր է եւ այլն։ Այսինքն, ինչպես ասած շնչի մասին, քո մասին չխոս, դու մի խոսա քո մասին, ուրիշները չէ, տենց համար կա, ուղղակի չեմ հիշում կոնկրետ։ Այսինքն, եթե դու գովի քեզ, ապրես։ Այսինքն, եթե դու լավն ես անում, հավատա, քեզ գովալու են, բայց դու քեզ մի գովա։ Դե եթե կենտրոնացած չլինես քո վրա, դու հաստատ քեզ չես գովա, որովհետեւ եթե մարդը ինքը իրան գիտի, մարդը երբեք ձեն չի անի իր մասին։ Այսինքն այն մարդիկ, որ ամեն խոսալու ընթացքում միշտ իրանցից են խոսում, դա վառ ապացույց է, որ ինքնակենտրոն են։ Դա ոչ միայն ինքնակենտրոն լինելու վառ ապացույց է, այլ վառ ապացույց է, որ իրանք կյանքում խնդիրներ ունեն շատ։ Այսինքն դու խոսում ես քո լավ կողմերի, լավ բաների մասին, հաստատ ուրիշի մոտ քո բացասական եղածից չես խոսում։ Խոսում ես դրականից։ Դու փորձում ես քո իսկ ուշադրությունը շեղել է դրանից, ու մարդկանց էլ փորձում ես ցույց տաս քո լավ կողմերը։ Բայց էլի եմ ասում, այդ տենց չի կարող աշխատի։ Եթե դու լինես մի փոքր լսողի դերում, նայ, մեզանից յուրաքանչյուրը մենք ինքներս մեզ լավ գիտենք։ Մեզնից լավ մեզ գիտի մենակ Աստված։ Մենք ինքներս գիտենք մեր ապրած օրը, ամիսը, տարին, կյանքը, մենք գիտենք մեր բոլոր բացասական կողմերը, մենք գիտենք մեր բոլոր մինուսները, հա։ Եթե մենք այդքանը գիտենք ու մենք մեզնից խոսում ենք, մենք խնդրեմ ունենք, որովհետև մարդը եթե հասկանում է իր ոչ կատարելության աստիճանը, մարդը երբեք իրանից չի խոսա։ Երբեք, հասկանում ես, եթե դու չես ուզում քո էգոն կշտացնես, դու երբեք քեզից չես խոսա, որովհետև խոսալու բան էլ չկա այդտեղ, հասկանում ես, դու կարաս խոսաս այն ժամանակ, երբ որ դու քո ներքին այդ մինուսները, ասենք ասեմ, պլյուս դարձրած կլինես։ Բայց երբ որ դու սկսում ես քո լավ կողմերը ներկայացնել, մարդը դրա կարիքը չունի։ Դու մարդուն մի բարի խորհրդով մի հատ օգնի, էդի կարող է դառնա մարդու համար, դու կարաս կատարյալ բացասական կերպար լինես, բայց էդի կարող է մարդու համար քեզ սարքի ամենադրականը, հասկանում ես ինչ եմ ասում։ Էլ եմ ասում, մարդ, եթե ինքը գիտի իրան ներքուստ, երբեք իր մասին չի բարձրաձայնի։ Կասի ավելի լավ է ես սուս մնամ իմ մասին, դե բան էլ չկա խոսալու։
Որտեվ երբ որ դու լավ գործեր ես անում, բարի ես, կարծում եմ այնքան մարդ է քո մասին խոսալու, որ սկի դու կարիքը չես ունենա ինքնագովազդ լինելու։ Երբ որ դու այն կարգավիճակին կհասնես, որ մարդկային տեսանկյունից բարի կհամարվես, այդտեղ Աստված քեզ կբարձրացնի։ Այո։ Ոչ թե քո լեզուն ու քո բերանը քեզ կբարձրացնեն։ Նաև ուզում եմ ստե մեջբերում անել եւ շեշտել, որ երբ որ զրուցում ենք, մի քիչ ուշադրություն դարձնենք ներկայից խոսանք։ Շատ անգամ նկատել ես եսասեր մարդիկ միշտ անցյալից են խոսում։ Գիտես 10 տարի առաջ ինչ եմ արել։ Գիտես ես ժամանակին ինչքան եմ պարապել։ Գիտես ժամանակին ինչ գումար եմ սարքել։ Okay, անցյալում ինչ արել ես լավ ես արել։ Ով ես հիմա դու։ Դա շատ կարևոր է հասկանալը։ Իրականում ով ես հիմա դու, եթե դու հասած լինես մի կետի, որտեղ կարողանաս, ասենց ասեմ, գլուխդ բարձր քայլել, դու քո անցյալը ընդհանրապես չես հիշի։ Այսինքն ներկայով պիտի ապրես։ Ներկայով ապրելու դեպքում էլ եմ ասում, երբ որ դու ներկայի վրա կենտրոնացած կկարողանաս քո մասին լավը խոսել, թեկուզ դու ինքդ քո հետ, հա, ներկայում ես։ Դու անցյալի մասին ընդհանրապես չես հիշի, որովհետև այս ճանապարհը, որ դու հասել ես այս իրավիճակին, այս կարգավիճակին, հա, այս քո հոգևոր կամ ֆիզիկական վիճակին, որ դու հասել ես, հաստատ վեր ու վարերով ա եղել։ Միայն վերերք չի եղել։ Իսկ ինչու են մարդիկ միշտ խոսում անցյալից։ Ինչի են միշտ խոսում անցյալից, նախ անցյալից շատ դեպքերում վկաները քիչ են։ Հայերեն ասած յուղից մարդ չկա։ Ինչ ուզի կարա բլթսնի կներեք բարիս համար։ Ու ոչ մեկ չկա որ ասեն մի վարքան պես։ Տես բան չի եղել, տես բան։ Ընդհանրապես տես բան չի եղել, ինչից ես խոսում դու հիմա այդ։ Երկրորդ թեկուզ անցյալում դու ինչ-որ բանը լավ արած լինես, եթե դու հիմա ես լավ բանի մեջ, դու հետ չես գնալու են հիշես։ Ներկայից կխոսես։ Դու հիմիկվանից կխոսաս։ Կամ քո մասին հիմայով կխոսան, ներկայով կխոսան։ Ոչ թե կասեն 20 տարի առաջ հիշում ես ինչ արեցիր, այսինքն դու միջև այլ բան չես արել, որ 20 տարի առաջվան են հիշում։ Այսինքն կարելի ասել, եթե անդադ անցյալից ես խոսում, այս բան դու ոչ մի բան չես անում, կամ անում ես վատ ես անում։ Եթե դու հիմա լավ ավտո ունես, օրինակի համար, լավ քար ունես։ Ինչ ես անցյալից խոսում։ Ինչ ես խոսում 20 տարի առաջվա ունեցած քո ավտոից։ Հիմա ունես դու լավը, դրանից ասա գիտես հիմա ավտոս ինչ լավ, օրինակ եմ ասում։ Գիտես ինչ լավն է, հարմարավետ է։ Այսինքն դա ապացույց է, եթե միշտ անցյալից ես խոսում, ներկայում դու ճիշտ տեղը չես կամ լավ 99% դեպքերում, հա։ Էլ եմ ասում, դու եթե հիմա լավ մեքենա ունես, դու կխոսաս թե 20 տարի առաջ Հայաստանում ինչ մեքենա ես ունեցել, լավ, դու հաստատ այդ մասին չես էլ հիշի։ Դու հիմա ես ապրում։ Ասում է, չէ, ասում անցյալում բան չես փոխի, ապագան չգիտես, այսօրն է քոնը։ Դու այսօրով ես ապրում։ Եթե ինչ-որ բանի մեջ կաս, այսօր ես։ Վաղ շատ հետաքրքիր է, կարելի է միգուցե ժամերով խոսալ այս թեմայի մասին, բայց մոտենալով ավարտին, ես մի հարց ունեմ, որ շատ անգամ իմ հյուրերին, երևի 10 հյուրից 9 հոգուն հարցնում եմ, ինչ տարիքի որ կաս հիմա։ Եթե այսօրվա քո տարիքի Վահագը հետ գնա 18 տարեկան Վահագին խորհուրդ տա, ինչ կասեր։ Ինչ կասեր։ Կասեր 100%-ով վստահ է Աստծուն։ Ոչ մի կողմ մի նայի, ոչ մեկի մի նայի, ոչ մի ասացի, ոչ մի իրավիճակի, ոչ մի բանի մի նայի։ Վերև նայի ու գնա առաջ։ Էտա կյանքը ճիշտ ապրելու, ճիշտ կազմակերպելու ու հետո ապրածիդ համար չփոշմանելու գրավականը իմ կարծիքով դա է։
100% վստահ եք Աստծուն։ Ոչինչ դրանից առավել դու չես կարող այս կյանքում։ Սիրի, վստահի, անկախ թե շուրջդ ինչ է կատարվում։ Անկախ թե ով ինչ է ասում։ Դու ինչ իրավիճակի մեջ ես, ինչ խնդրի կամ ինչ վերելքի մեջ ես, կապ չունի ոչ մի բան։ 100% վստահի Աստծուն։ Չես կարա դու սխալվես այդ հարցում, հասկանում ես, դու չես կարա տանուլ տաս այդ հարցում։ Դու չես կարա ընկնես, դու չես կարա կորցնես, դու չես կարա ինչը որ կորցնես, ուրեմն բալաստ էր։ Այն որ քեզ ներքև էր ձգում, այդ էս կորցնելու։ Հա? Օթապարիկը որ սկսում է ընկնել, ոնց է բաները գցում են, չէ՞, որ բանից վերև բարձրանա։ Դա կորուս չի, դա փրկություն է քո համար։ Վստահեք Աստծուն ու քայլեք առաջ։ Այդ կլիներ իմ ինքս ինձ տված խորհուրդս, այդ կլիներ 100% սիրի ու 100% վստահի։ Ուրիշ ոչ մի բան կարաս չանես։ Այդ այն իրավիճակն է մարդու կյանքի, որ դու երբեք տանուլ չես տալու։ 100% հաղթած ես, 100%։ Դու այդ ձևի ջեքփոթ դու երբեք ոչ մի տեղ չես կարող բռնես։ Այդ այն կյանքը ճիշտ ապրելու գրավականը իմ կարծիքով իհարկե։ Ես ինձ այդ խորհուրդը կտայի։ Եվ Վահագ, իհարկե շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Նմանապես։ Քանի որ երկուսովս է հայ ենք, ինչ խորհուրդ կտաս մեր հայության այսօր, ինչի վրա ուշադրություն դարձնենք, որ մեր կյանքերը բարելավի, մեր հարաբերությունները սկսած ընտանիքում, սկսած ընկերության մեջ եւ ընդհանուր առմամբ լավանա, ինչ անենք, որ դուց սկսենք այդ փոփոխությունը։ Փոփոխությունը ինքներս մեզնից։ Առաջինը ես միշտ խոսակցության մեջ, որ ընկերներով կամ չգիտեմ ինչ որ մի տեղ նստած խոսում ենք հավաքված, ասում եմ մենք միշտ սպասում ենք, որ մեզ պետքա սիրեն, բայց մենք ինքներս մեզ չենք սիրում։ Իրականությունը դա է, մենք մեզ չենք սիրում։ Ես խոսում եմ ազգի մասին։ Բայց սպասում ենք, որ բոլորը պետքա մեզ սիրեն։ Մեզ չեն սիրի այնքան ժամանակ, մինչև մենք սկսենք իրար սիրել։ Մենք ինքներս մեզ սիրենք։ Եթե ես քեզ սիրեմ, դու ինձ սիրես, ես այս մի կողքինից սիրեմ, ինքը ինձ սիրի, լիքը բաներ բացասական, ոչ ճիշտ, մեր ազգի մեջ պարակտում մտցնող բաներ, մեր իրականության մեջ սխալ ճանապարհով տանող բաներ, լիքը բաներ ուղղակի կկորի մեր կյանքից։ Մենք պետքա սկսենք մենք մեզ սիրել որպես ազգ։ Բնականաբար ես չեմ խոսում Աստծուն սիրելու մասին, դա խոսակցությունից դուրս է ընդհանրապես, որովհետև դրա մասին պետք է չի խոսալ, դա պետքա լինի առաջի տեղում։ Բայց մենք, ելի եմ ասում, պետքա սովորենք մեզ սիրել, իրար սիրել։ Շատ լավ։ Վահագ, այդ կոֆեն խմեմ։ Անուշ։ Ուզում եմ ասեմ շնորհակալություն քո ժամից, որ ընդունել ես իմ հրավերքը։ Ես անձամբ վայելեցի այսօրվա հարցազրույցը, շատ բաներ իմ մեջ փորձում եմ քննարկեմ եւ ինքս էլ ինձ ավելի լավացնեմ հարաբերությունների շփումների մեջ եւ նաեւ լինեմ լավ օրինակ, լիդեր օրինակ, չսպասեմ իրոք մեկը ինձ զանգի, ես առաջին այդ քայլը անեմ, շատ անգամ դժվար է, բայց ճիշտը այդ է, պետք է անենք։ Այնպես որ շնորհակալություն, որ եկել ես, հարցազրույց ես ունեցել եւ կարծում եմ հետագայում էլի այսպիսի առիթ կունենանք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ինձ համար շատ հաճելի զրույց էր, մանավանդ երբ որ ես մեկին շատ սիրում հարգում եմ, շատ ավելի մեծ հաճույքով եմ զրուցում ու շփվում այդ մարդու հետ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, հուսամ ինչ որ մեկի մեր զրույցը ինչ որ մեկի կյանքում գոնե մի հոգու կյանքում էր, որ մի փոքր փոփոխություն բերի, ուրեմն մեր այս դրած ժամանակը անիմաստ չէր։ Այո, այո։ Շնորհակալություն Վահագ, կհանդիպենք մյուս անգամ։ Սիրելի ընկերներ, եւս մեկ հաղորդում, որ ավարտվեց եւ եթե առաջի անգամ եք դիտում այս ծրագիրը, հետևեք
եւ անպայման subscribe արեք իմ YouTube-յան ալիքում եւ տարածեք ձեր էջերում, թող շատերը նայեն եւ ինչպես Վահագը ասեց, եթե մի փոքր քեզ օգտակար եղավ այսօրվա հարցազրույցը եւ դրական արդյունք կտա քո կյանքում, մենք մենակ ուրախ կլինենք։ Կհանդիպենք մյուս անգամ, Աստված բոլորիդ հետ, ստեցություն։